Պարզը սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Երևանից, պարոն Արսեն Խարատյանը, Ալիք մեդիայի հիմնադիր։ Պարզս, պարոն Խարատյան, Բարև ձեզ, պարոն Արաբեզյան։ շնորհակալ ենք, որ միացաք մեզ։ Սկսենք երևի Փաշինյան-Պուտին հանդիպումից։ Շատ հետաքրքիր զրույց ստացվեց, մի քիչ նաև բանավեճի մոտ էր, ճիշտ է բանավեճ չէր, բայց Պուտինը փորձում էր իրենը ասել, Նիկոլ Փաշինյանը իրենը եւ երևի թե մենք երբեք նման զրույց չէինք տեսել սրանից առաջ, եթե նախկինում Զախարովաները եւ մնացածները ասում էին այն մասին, որ Հայաստանը ճանաչեց Արցախ Ադրբեջանի կազմում, դրանից հետո Ռուսաստանը փաստացի դուրս եկավ Արցախից, ապա հիմա նման ձև արդեն նման գաղափարներով սկսեց խոսել Վլադիմիր Պուտինը, ինչին հակադարձեց Նիկոլ Փաշինյանը։ Երևի սկսենք դրանից, հետո էլի մի քանի հարցեր կան, վերջում նաև փորձենք խոսել Իրանից։ Խնդրեմ։ Շատ լավ, այո, տեսել ենք, որ երկկողմանի օրակարգով այդ տևական ժամանակ չէր եղել, չնայած նախորդ տարի երեք այցեր ունեցել Փաշինյանը Մոսկվա, նախ մայիսի 9-ին էր մասնակցել, հետո սեպտեմբերին Եվրասիական տնտեսական ուրեմն հավաքին եւ Եվրասիական միության հավաքին եւ դեկտեմբերին ԱՊՀ-ի հավաքին, այսինքն Մոսկվա այցելություններ եղել էին, բայց ոչ երկկողմ օրակարգով, եւ սա փաստացի տևական ժամանակ անց Փաշինյանի առաջին այցն է Մոսկվա, որտեղ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն է եղել առանցքում։ Իսկ առավելապես ակնհայտ է, որ հիմնական քննարկման առարկան երկաթգիծն է եղել։ Հայաստանի երկաթգիծը, որը երկաթուղային համակարգը, որը, ինչպես գիտեք, ռուսական ՌԺԴ-ի կոնցեսիոն կառավարման ներքո է գտնվում, եւ այստեղ հաշվի առնելով TRIP-ի իրականացման հերթական փուլը կամ դրա մեկնարկեքը, Հայաստանի համար չափազանց կարևոր է, որպեսզի այնինչ պիտի կապի Հայաստան-Ադրբեջան եւ Անդին ճանապարհը ոչ միայն մեղրի այդ փոքրիկ հատվածն է, այլև Հայաստանի համար առանցքային է, որպեսզի դա շարունակվի Նախիջևանով եւ Հայաստանի տարածքով շարունակի իր գործունեությունը, դե նաեւ Հայաստան-Ադրբեջան մյուս ուղությունները, մասնավորապես Իջևանից դեպի Ղազախ գնացող ուղությունն է։ Այստեղ էական ներդրումների կարիք կա եւ կարծեք այն պայմանագրով, որ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ, այդպիսի պարտավորություններ կան Ռուսաստանի կողմից ներդրումներ անելու ընդհանուր առմամբ, չնայած դա մասնավորապես որևէ կապ չունի TRIP-ի հետ, բայց տևական ժամանակ է մենք տեսել ենք, որ Հայաստանի երկաթգծային համակարգում ներդրումների էական պակաս կա։ Դա թերևս նաև պայմանավորված է նրանով, որ ընդհանուր առմամբ ռուսական երկաթգծերը բավական լուրջ պարտքեր ունեն եւ այնպես չի թե կառավարման ավելի որակյալ կամ էֆեկտիվ վիճակ ունեն։ Բայց թե մի կողմ դնենք այո այցի հիմնական պատճառը, որը կրկնեմ ես ենթակառուցվածքների վերականգնման կամ դրանցում ներդրումներ անելն է, այնտեղ խոսակցությունը ինչպես ճիշտ նշեցիք, անցավ անդին, խառնվեցինք, խոսեցին նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, լսեցինք ակնհայտ է թե ում նկատի ուներ Վլադիմիր Պուտինը, Իսկ համացան ուզում էի դրան գալ, բայց հա, ճիշտ է, ընդհանուր միասին ուրեմն քննարկենք։ այո, այո, այսինքն ակնհայտ էր, որ խոսակցությունը միայն ուրեմն ինչ որ կոնկրետ հարցի շուրջ չէ, այլև բնականաբար ընտրություններից առաջ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին էր վերաբերում, իսկ մասնավորապես Սամվել Կարապետյանին, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունի, եւ ուրեմն այսպես ասած նրա եւ նրա թիմակիցների քաղաքական գործունեությանը, որին այդտեղ նաև իհարկե Արցախի եւ ընդհանրապես նոր իրավիճակի հետ կապված տեսեցինք Ռուսաստանի նախագահի այն ասելիքը, որը նորություն չէր, ասվում էր, որ դե գիտեք, դուք գնացիք ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք ոչինչ այլ չէինք կարող անել, դուք ինքներդ եք քննարկում հարցերն Ադրբեջանի հետ, դե դրան էլ ի պատասխան հնչեց նաև այն, որ հապկում էր մասնակցության խնդիրը կա նաև այն պատճառով, որ ակնկալիքներ կային եւ հապկից եւ Ռուսաստանից, բայց դրանք չենք ստացել։ Սա ընդհանուր
իրերի դրության մասին, որը նորություն չէ, տարբեր մակարդակներում այս մասին խոսվել էր, մենք բարբերաբար լսել էինք Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները, դրան պատասխաններ էր հնչել Հայաստանից, հիմա տարբերությունն այն էր, որ ամենաբարձր մակարդակում նույն բաները վերբալիզացվում էր, այսինքն բառերով ձևակերպվում էր։ Իսկ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կամ քաղաքականության վերաբերյալ ընդհանուր խոսակցությունը պարզ է այն մասին էր, որ Պուտինը չի էլ թաքցնում, որ այո, իրենց նաև աջակցությունն ունեցող խմբեր կան Հայաստանում եւ նրանք էլ պիտի հնարավորություն ունենան Հայաստանի ներքաղաքական կյանքում գործունեություն ծավալել։ Սրան հաջորդեցին իհարկե արդեն այցից հետո Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունները, առայն որ դե գիտեք թե Ռուսաստանում ինչքան հայկական բիզնես կա, եթե դուք Հայաստանում ռուսական բիզնեսներին որևէ կերպ խանգարելու եք, հա, ճակերտավոր կամ խառնվելու եք ռուսական բիզնեսի գործերի մեջ, ապա հաշվի առեք, որ համանման իրավիճակ կարող է ստեղծվել նաև հայաստանյան կապիտալի համար Ռուսաստանում կամ հայերի կապիտալի համար, եթե կուզեք Ռուսաստանում, չնայած կարծեմ, որ այստեղ առավելապես հենց Հայաստան-Ռուսաստան հարթությունը եւ ոչ թե հայ եւ ռուս, հա, այսինքն նկատի ունենք օրինակ, որ ռուսական խոշոր ընկերությունները, որոնք որ ներգրավված են Հայաստանում տարբեր բիզնեսների մեջ, նրանց գործունեությունը եւ օրինակ հայկական տարբեր բիզնեսների հնարավոր լիմիտավորումները, որոնք կարող են լինել Ռուսաստանում։ Ընդհանուր առմամբ սա էր, անդրադարձ եղավ նաեւ իհարկե Եվրամիության հետ Հայաստանի երկխոսությանը եւ Ռուսաստանի շարունակական մոտեցմանը առ այն, որ դե գիտեք, որ սրանք անհամատեղելի են, եթե գնում եք, դա ձեր գործն է, ինչպես ասում են, բայց դե եթե ուզում եք այդպես, ուրեմն նաեւ ձեր անդամակցությունը հնարավոր չի լինելու ինչ որ կետից այն կողմ եվրասիական տնտեսական գոտում, իսկ դրան էլ նախորդել էր ապրանքաշրջանառության եւ ուրեմն ծավալների մասին Պուտինի ձևակերպումը, որպեսզի մի անգամ էլ հիշեցնի, որ դե տեսեք, որ եվրասիական տնտեսական գոտում դուք շահեկան դիրքերում եք, իսկ ինչ է առաջարկում ձեզ Եվրոպան։ Մոտավորապես առանց դա ասելու, բայց ըստ էության սա նկատի ուներ։ Արդեն են ինչ որ խոչընդոտներ են ստեղծել, հա, հայկական ապրանքների համար, պարոն Խարատյան, իրեք արդեն նման տեղեկատվություն կար եւ դրանից բացի Օվերչուկի հայտարարություններն էլ շատ արդեն ավելի կոշտ էին ու ավելի խիստ էին, որից որ կարելի է գալ այն եզրահանգմանը, որ Ռուսաստանը կարող է այս 2 ամիսների ընթացքում բավականին լուրջ գործողությունների անցնել։ Որն է ձեր կարծիքը։ Դեք դժվարանում եմ ասել, որովհետև սա Ռուսաստանի համար հաշվարկի հարց է։ Այնպես չէ, թե Ռուսաստանը այսպես գերպոպուլյար է Հայաստանում այսօր, հա, այսինքն ընտրողների այսպես ասած միտումը այս կամ այն ուժին ընտրելու Ռուսաստանի հետ հարաբերություններով չեմ կարծում, թե շատ պայմանավորված պիտի լինի, բայց մյուս կողմից եւ մյուս կողմից եթե օրինակ կոնկրետ թիրախային ինչ որ անուղակի կամ ոչ ֆորմալ պատժամիջոցների մասին է խոսքը կամ հայկական որոշ կապիտալի կարողությունները, ներդրումները սահմանափակելու կամ գործունեությունը սահմանափակելու, սա մի բան է։ Եթե հարցը վերաբերելու է օրինակ գազի գների բարձրացմանը, որի մասին նույնպես անդրադարձ եղավ, ինչպես հիշում եք, հա նշում էր, որ $600-ից ավելի է 1000 խորանարդը, եվրոպական շատ երկրների համարից դուք դեռևս շարունակում եք, չգիտեմ, 170-ով առնել, սա էլ ուրիշ հարթություն է հիշեցնելու համար, որ լծակներ կան, որ Ռուսաստանն ունի ձեր դեմ։ Դե հիմա գիտեք, ես եթե անկեղծ ասեմ, ես միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի մենք գազը գնենք շուկայական գնով, որովհետև այն, ինչ մեզ տրվում է որպես այսպիսի մեծ նախընտրություն կամ մեզ թույլատրվում է այդ ցածր գներով ունենալ, դրանք ունեն հետո այլ պահանջներ եւ ուղիղ կապ ունի, թե ինչպիսի քաղաքական ազդեցություն ունի այդպիսի մեծ ռեսուրսային ներդրողը կամ ներմուծողը Հայաստանում։ Բայց սա առանձին խոսակցության թեմա է, ասած այն է, որ այո, կարող ենք նաև ակնկալել, որ նախընտրական շրջանում նաև պետք չի բացառել, որ կարող են որոշ լծակներ կիրառվել Ռուսաստանի կողմից, չնայած կրկնեմ, այստեղ բավական դժվար ուրեմն հարց պիտի լուծեն, որովհետև եթե պիտի ուղիղ ոչ թեկուզ ոչ ֆորմալ պատժամիջոցներ լինեն, ապա փաշտ չէ, թե հայաստանյան ընտրողը դրանից ավելի շատ է դեպի Ռուսաստան գնալու։
Խոսենք Մերձավոր Արևելքից, պարոն Խարատյան, ինչ որ տեղի ունենում այսօր, փաստացի մենք կարող ենք արձանագրել, որ կոնֆլիկտը ավելի ու ավելի սրվում է։ Մեր վերջին խոսակցությունից բավականին տևական ժամանակ է անցել։ Հիշեցնեմ, դա այն օրն էր, երբ որ հարված էին հասցվել Նախիջևանի օդանավակայանին, դրանից հետո բավականին մեծ փոփոխություններ տեղի ունեցան տարածաշրջանում։ Այսօր փաստացի Թրամփը հանդես է գալիս հայտարարությամբ, որ կարող է Իրանին քարեդար ուղարկեն, էներգետիկ համակարգին հարված հասցնել, նույնիսկ ջրհորերին կարող է հարված հասցնել, նավթահորերին, ջրի աղազերծման կայաններին, այսինքն շատ սարսափելի ծրագրեր ունի պարոն Թրամփը, այսպես ասենք, դա նաև շատ վատ հետևանքներ կունենա բնականաբար մեր վրա։ Ինչպես եք տեսնում իրավիճակը դուք։ Այսօր նաև հայտարարությամբ հանդես եկավ Աբբաս Արաքչին, Իրանի արտգործնախարարը, ասելով, որ եթե նման որոշում կայացնի պարոն Թրամփը, ապա ինքը հստակ ակնարկեց, որ կարող է ընդհանրապես Մերձավոր Արևելքում ոչ ոք չկարողանա նավթ արտահանել։ Ամ, Դե հռետորաբանությունն էապես չի փոխվել, եթե չասենք, որ շատ ավելի շիկացել է, դրանից զատ նաև այո, ինչպես ճիշտ նշում եք, այն ինչ որ տեղի է ունենում ինտենսիվության տեսանկյունից պատերազմի, ենթադրվում էր, որ պիտի ինչ որ կետից դեպի ուրեմն դադարում գնա կամ դեպի լուծում գնա, վերջին երկու շաբաթվա ընթացքում սկզբում այսպես ընդհանուր գծերով, հետո շատ ավելի կոնկրետ ամերիկյան կողմը փորձեր էր անում ենթադրաբար դիվանագիտական ճանապարհով լուծումների գնալ, ինչին Իրանը կտրուկ դեմ է հանդես գալիս, նշելով, որ դուք վստահելի պարտնյոր չեք, նկատի ունենալով Միացյալ Նահանգների այս ադմինիստրացիան, որ բանակցությունների ընթացքում Մասկատում խոսում էիք մեզ հետ, կարծես թե ինչ որ համաձայնության էինք գալիս, հետո հենց այդ նույն Արաքչին ասում է Ստիվ Ուիթքոֆի հետ 8 ժամ խոսելուց անմիջապես հետո հարձակում իրականացրիք։ Ուրեմն որոնք են այն նոր իրողությունները, որոնց լույսի ներքո մենք պիտի վստահենք ամերիկյան կողմին եւ գնանք բանակցությունների։ Անցյալ շաբաթ տեսանք նաեւ, որ ենթադրաբար Պակիստանի միջնորդությամբ փորձեր արվում ԱՄՆ Իրան նոր երկխոսություն կամ նոր դիվանագիտական խողովակ բացել, իրանական կողմը սա կտրականապես հերքել է, նշելով, որ այսպիսի բան չկա, իրենք որևէ մեկի միջոցով բանակցության խնդիր չեն դնում։ Տեսանք նաև Թուրքիայի արտգործնախարարի այցը Պակիստան, որտեղ նույնպես փորձեր արվում նույն տրամաբանությամբ ինչ որ դիվանագիտական ճանապարհով լուծումների գնալ, բայց կարծես թե պաշտոնական Թեհրանը համարում է, որ առանց որևէ խոսելու դա պատերազմը պիտի դադարի։ Սկզբից Թրամփը 15 կետանոց առաջարկությունների փաթեթ ներկայացրեց, որին Իրանը 3 կետանոց կոնկրետ բան առաջարկեց, նշելով, որ պիտի դադարեցնի Իսրայելը ոչ միայն Իրանի դեմ հարձակումները, այլև Իրանի հետ սերտ կապ ունեցող Լիբանանի Հեզբոլլահի դեմ շարունակական հարձակումները։ Հիշեցնենք մեր հեռուստադիտողին, որ Լիբանանի հարավից արդեն 1 միլիոնից ավել մարդ տեղափոխվել է հենց իսրայելական հարձակումների հետևանքով եւ սրանք չեն դադարում եւ ակնհայտ է, որ կարծես թե երեսը փրկելով ինչ որ դիվանագիտական ճանապարհով լուծում գտնելու հնարավորությունը մեծ չէ։ Հասանք նրան, որ դե, այսինքն Թրամփը մեծ հաշվով կարող է օգտագործել մինչև հիմա ունեցած ինչ ամերիկյան կողմի համար հաջողություն կա ասելու, որ այս պատերազմը կարող է ավարտվել, բայց կարծես թե դա բավարար չէ։ Հիմա ակնհայտ է, որ հիմնական կենտրոնացումը Հորմուզի մեղուցի վրա է, որտեղ գիտենք նավթի հիմնական տարանցիկ ճանապարհն է, որն Իրանը փաստացի սահմանափակել է մասնակիորեն։ Օրինակ Հնդկաստանի, Չինաստանի եւ այլ երկրների համար տեղափոխությունները խնդիր չեն։ Ինչ որ մի կետից տեսանք նաեւ, որ նա ինքը իր կողմից տարիֆներ էր նշանակել, հա, 2 միլիոն դոլար էր հավաքագրում նավերից։ Ուրեմն Իրանը շարունակաբար էֆեկտիվորեն առավել մեծ ազդեցություն ունի Հորմուզի ֆիզիկական գործունեության տեսանկյունից։ Այո, տեսնում ենք նաև Ֆարկ կղզու վրա հարձակման շարունակական սպառնալիքները, որը Իրանի նավթարդյունաբերության 90%-ի
այսպես ասած ֆիզիկական վայրն է, հա, եւ որքան էլ մի կողմից կլսենք, այսպես ասած մաքսիմալիստական հայտարարություններ, որ կոչնչացնենք, այս կանենք, այն կանենք, իրականում խնդիր է դրվել այս պահին գոնե Հորմուզի գործունեությունը վերականգնել եւ այստեղ Թրամփը գոնե այս հարցում փորձում է դաշնակիցներ գտնել, առավելապես Արևմտյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների շրջանում եւ այլ պարտներների միջոցով, բայց նույնիսկ այս հարցում կարծես թե կոալիցիոն որևէ տրամաբանություն չի ստացվում կառուցել, այսինքն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը այս պատերազմում շարունակում են փաստացի մենակ մնալ։ Քանի որ դուք խոսեցիք նաև դաշնակիցներից, պարոն Խարատյան, մենք տեսնում ենք, որ բավականին լուրջ ճգնաժամ է առաջացել ՆԱՏՕ-ի մեջ։ Թրամփը սուր հայտարարություններ արեց եւ դրան հետևեց արդեն Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի որոշումը փաստացի այդ երկրները արգելում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին տրամադրել ռազմաբազաները։ Թրամփը ավելի հեռու գնաց, ինչպես նաև Մարկո Ռուբիոն, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը, եւ նրանք ասում են, որ հնարավոր է նույնիսկ ՆԱՏՕ-ից դուրս գան։ Այդ դաշինքը պետք չէ, դա թղթևակր է եւ այդպես շարունակ։ Որն է ձեր կարծիքը, ճգնաժամը իրոք այդքան խորն է, թե ամեն ինչ կարող է կամաց-կամաց հանգուցալուծվել։ Ըստ իս այս փուլում հայտարարություններն առավելապես սպառնալիքների մակարդակի են, բայց ՆԱՏՕ-ում կա ճգնաժամ եւ դա դեռ մինչ Իրանի այս գործողությունը կամ պատերազմը սկսելն էր։ Ա, Հիմնականում ավարտվում էր նրանով, որ այսուհետ դուք ինքներդ պիտի վճարեք զենքի համար, երկու տարբերակ է առաջարկել Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, կամ փողը տալիս եք մեզ, մենք ենք շարունակում անել այն, ինչ անում ենք, այսինքն Միացյալ Նահանգները չի, որ շարունակաբար վճարում է այն, ապահովում է ՆԱՏՕ-ի բյուջեն, կամ ինքներդ ձեր մոտ սկսում եք արտադրություն եւ ապահովում եք շատ կոնկրետ բաներ։ Երկրն ամեն մեկը տարբեր որոշում է կայացրել իդեպ, որոշները ավելացրել են բյուջեում ներդրումները, որոշները շատ արագ հիմա վերադիրքավորվում են ռազմարտունաբերության մեջ իրենց կարողությունները զարգացնելու ուղղությամբ, անգամ շատ փոքր երկրներ, որոնք հենց Եվրոպայի սրտում ՆԱՏՕ-ի անդամ պետություններ, ինչպիսին օրինակ Լյուքսեմբուրգն է, առավելապես քննարկում է, որը նաև գիտեք ժամանակին երկաթի արտադրության հսկայական կարողություններ է ունեցել, հիմա դիտարկում է իր երկրում ավելի շատ ռազմարտունաբերությամբ զբաղվել, քան օրինակ գումարներ տալ ՆԱՏՕ-ին։ Ուրեմն ամեն մեկը մի դիրքավորում ունի այս կոնկրետ հարցում եւ ընդհանուր առմամբ պիտի հիշենք, որ Թրամփի ընտրությունից անմիջապես հետո փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտնի ելույթը տեղի ունեցավ, որտեղ փաստացի նշվում էր, որ Եվրոպան լուրջ ճգնաժամի մեջ է, Եվրամիությունը պիտի վերանայի ընդհանուր առմամբ գնացել հասել էին ուրեմն վաղ շրջանից մինչև հիմա թե ինչպիսի փոփոխություններ են եղել եւ առավելապես մեղադրելով հենց նաև պարտներ երկրներին թուլություն ցուցաբերելու եւ բավարար ներգրավված չլինելու տարբեր ուղություններով, այդ թվում նաև իհարկե նախանշելով ամերիկյան նոր քաղաքականության գալը, որը տարբեր հատվածներում տարբեր դրսևորումներ ունի Վենեսուելայից մինչև Իրան, հա, հիմա եկել ենք մի դրության, որտեղ ոչ միայն ռազմական բազաները թույլ չեն տալիս օգտագործել, այլև օրինակ Իսպանիան օդային տարածքն է փակում ամերիկյան ինքնաթիռների համար, հա, այսինքն սա բավական լուրջ ճգնաժամ է եւ սա ակնհայտ է դարձնում, որ նույնիսկ ամենամոտը թվացող գործընկերները այս կոնկրետ պատերազմի պարագայում որևէ կերպ չեն ուզում ներգրավված լինել եւ չեն ընդունում, որ սա ճիշտ քաղաքականություն է եւ հենց սա ցույց է դնում այն իրողությունը, որ ոչ միայն պարտներների հետ նախապես համաձայնեցված չի եղել այս ամբողջ գործընթացը, այլև հույս են ունեցել, որ շատ ավելի արագ կերպով օպերացիայի միջոցով պիտի ավարտվեր եւ Ինչպես հիմա որ Վենեսուելայում։ այո, այո, հենց այդպես։ Եվ հիմա նոր իրողությունների առաջ կանգնելով ստիպված պիտի պարտներներ ներգրավեն, իսկ այդ պարտներները շատ կոնկրետ դիրքորոշում ունեն, դիրքավորում ունեն, ասում են չեք խոսել մեզ հետ, համաձայնություն չի եղել, դուք ինքներդ առանց որևէ միջազգային կառույցի եւ նույնիսկ ձեր ներքին օրենսդրության համաձայն չեք գնացել ամերիկյան օրենսդիրից պատերազմ սկսելու
թույլտվություն չեք ստացել, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիքս չեք հրավիրել, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ խորհրդակցություն չեք անցկացրել, որոշել եք սկսել պատերազմ, հիմա մեզնից ակնկալում կամ պահանջում եք ներգրավվածություն, այդպես չի լինում։ Հասկացանք, Միացյալ Նահանգներն եք, շատ ուժեղ եք, աշխարհի թիվ 1 գերտերությունն եք, բայց եթե ուզում եք ընկերներ ունենալ, անգամ այդքան ուժեղ լինելով, պիտի մի հատ խոսեք նոր էսպիսի գործողությունների դիմեք եւ ընդհանուր առմամբ դինամիկան կարծում եմ այս տրամաբանության մեջ է։ Բայց այստեղ մի մեծ բայց է առաջանում, չէ՞, պարոն Խարատյան։ Մենք տեսնում ենք, որ հիմնական ռազմական օգնությունը Ուկրաինային գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջոցով։ Եվ մենք տեսնում ենք արդեն փոփոխություն Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշման։ Այսինքն արդեն Զելենսկին ստիպում են, որ նա հանձնի Դոնբասը Ռուսաստանին։ Ռուսաստանի վրայից կամաց-կամաց նաև հանում են պատժամիջոցները։ Այսինքն Եվրոպայում արդյոք հաշվի առել էին այսպիսի սցենար, այսինքն եթե իրենք այդպես վարվեցին, հիմա Թրամփը կարող է կրճատել կամ ընդհանրապես այլևս չտրամադրել օգնություն Ուկրաինային, ինչը բնականաբար կազդի նաև Եվրոպայի անվտանգության վրա։ Տեսեք, հենց Ուկրաինան էր Թրամփի այս երկրորդ կառավարման սկզբնական փուլում, հենց Ուկրաինան էր անդամ պետություն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների եւ Արևմտյան Եվրոպայի հիմնական ներգրավված խաղացողների ու ԱՄՆ-ի հակասության հիմքը։ Եթե հիշենք, հա, այսինքն Այո, Թրամփը շատ ուղիղ եւ կոնկրետ փորձեր անում իրավիճակ փոխել, փոխեց մեծ հաշվով, այսինքն ամերիկյան դիրքորոշումը հստակ փոխեց, եթե Բայդենի վարչակազմի օրոք Պուտինը ուրեմն Հաագայի միջազգային դատարանում ուրեմն քրեական գործով դատվեց եւ դրանից հետո ամերիկյան իշխանությունը փաստացի բացառեց նրա հետ ուղիղ կոմունիկացիան, այսինքն ձեռքսեղմման հնարավորությունը բացառված էր, ապա մենք տեսանք, որ Անկորիջում, Ալյասկայում Թրամփը ոչ միայն հանդիպեց Պուտինի հետ, այլև շատ հարցեր սկսեց քննարկել հենց իր հետ Ուկրաինայի վերաբերյալ եւ ոչ Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի այն երկրների եւ Լեհաստանի այն երկրների, որոնց հետ համատեղ Միացյալ Նահանգները աջակցում էին Ուկրաինային։ Փոխվեց նաև իրերի դրությունը, այո, զենք կտրամադրենք, բայց դրա համար պիտի վճարեք, այլևս այսպես միանվագ կամ այսպես ընդհանուր առանց որևէ ուրեմն վճարի աջակցություն չի լինելու զենքի տեսքով, թե նույնիսկ թերևս գիտելիքի, այսինքն սատելիտների ինֆորմացիա եւ մնացած։ Հիմա այս դրության մեջ, այսինքն արդեն իսկ լարված է իրավիճակում, երբ ակնհայտ էր, որ Ուկրաինայի հարցում հիմնական խաղացողների, հենց ՆԱՏՕ-ի անդամ հիմնական խաղացողների միջև եւ Միացյալ Նահանգների միջև էական անհամաձայնություն կա, Թրամփը գնում է մեկ այլ պատերազմի, որտեղ ինքն նախաձեռնող, շատ դժվար է պատկերացնել, որ իրերի այդպիսի դրությամբ իր հետ պիտի աջակցություն, ինքը պիտի աջակցություն ստանար։ Ճշգրիտ եք միանգամայն, որ այս պատերազմի արդյունքում կամ դրա հետևանքով Ռուսաստանը նաև կոնկրետ պատժամիջոցներից է ազատվել է պատժամիջոցներից նաև Իրանը, հա, այսինքն եթե նայելու ենք, փաստացի ստացվում է, որ ենթադրաբար սա պիտի ավելի խորացներ խնդիրը Իրանի համար եւ տնտեսական առումով եւ ռեսուրսների վաճառքի առումով, բայց փաստացի շահողներն այլոք են նավթի գների բարձրացումից հաստատ ամենակիչը Ռուսաստանը չի շահում եւ այդ պարագայում եւ այս պայմաններում իհարկե շատ ավելի բարդանում է իրերի դրությունը Ուկրաինայի հարցում, որտեղ եթե մինչ այդ այո կար ամերիկյան անվերապահ աջակցություն, ապա հիմա ոչ միայն այդպիսի աջակցություն չկա, այլև հաճախ մենք տեսնում ենք մոտեցումներ, որտեղ ըստ էության Ուկրաինային ասում են հաշվի պիտի նստես նրա հետ ինչ որ կա եւ եթե ուզում ես խաղաղություն լինի, հենց հիմա փաստացի դադարեցնում ես զենքդ վայր ես դնում։ Դե դա հնարավոր չի պատկերացնել, այդպես հեշտ չի լինում արդեն 1 միլիոնից անցնող զոհերով այս հսկայական պատերազմի պարագայում, իսկ պատերազմի մեքենան աշխատում է 4 տարուց ավելի եւ միայն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը չեն, որ որոշում են, թե այստեղ ինչ է կատարվում, այնուամենայնիվ որքան էլ փորձ է արվում Եվրոպան, Եվրամիության անդամ
ուժեղ եւ ոչ միայն ամենախոշոր խաղացողներին թերարժևորել այս ամենում, ակնհայտ է, որ այդպես չի, թե միանձնյա որոշում կարող են կայացնել Վաշինգտոնը եւ Մոսկվան եւ ուզեն թե չուզեն պիտի հաշվի նստեն նաեւ այլ խաղացողների հետ։ Շատ շնորհակալ ենք, պարոն Խարատյան, այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Տեսություն։